կամակորություն է գնալ ուրիշի տարածք, մտնել ուրիշի խաղի մեջ եւ թելադրել սեփական կանոնները, ստիպել մարդկանց, որ ձեր տարածքում ձեր խաղը պիտի խաղաք իմ կանոններով։ Հայտարարություններում, երբ գրում են պլյուս դրեք կամ այսինչ բառը գրեք, կմանրամասնենք, շատերը գիտեն, ավտոմատ նամակ է գնում պլյուս դնողին։ Բոլորը դնում են պլյուս կամ գրում են այդ բառը, որովհետեւ եթե ուզում են իմանալ ավելին, ապա կանոնը դա է։ Ու մեկը մեկնաբանություններում գրում է. պայմանները կասեք, տեղը կասեք, արժեքը կասեք, ինքը եկել է քո տարածք, կարդում է քո խաղի կանոնները, բայց թելադրում է իր կանոնները։ Այսինքն, ես պլյուս չեմ դնելու։ Հարցս գրում եմ մեկնաբանություններում ու զրույցը մեկնաբանություններում պետք է լինի։ Պատասխանեք ինձ հենց այստեղ ու խաղացեք իմ կանոններով։ Սա այլևս անզգուշություն չէ, այլ կամակորություն ու արհամարական վերաբերմունք դիմացինի նկատմամբ, թեկուզ եւ չգիտակցված, բայց կամակորություն։ Կամ երբ դաստիարակչական կոչեր եք անում, չափեք ձեր մտքի ու տեղեկացվածության սահմանները, ասում եմ առանց վիրավորանքի։ Պարզապես չափեք ձեր մտքի սահմանները, թե որքանով եք տեղեկացված այն թեմայից, որում ոչ թե խորհուրդ եք տալիս, այլ ավելի բարձր, միանգամից հանդիմանում եք։ Դժվար էր մանրամասները գրել միանգամից, որ բոլորս իմանայինք ամեն մեկին նամակով պատասխանելու ինչ կարիք կա։ Ձեզ պատասխանում եմ իմ եւ գործընկերներիս անունից, ովքեր այս ոլորտում հայտարարություններ են տեղադրում եւ օգտագործում են համացանցային այդ պլյուսներ դնել նամակ գրելու ալգորիթմերը։ Նախ հեռացնենք ձեր մանիպուլյացիան։ Դժվար չէ։ Նույն հեշտությամբ, ինչպես գրում ենք նամակներում, այնպես էլ կարող ենք գրել մեկնաբանություններում։ Նույն ստեղնաշարն է, նույն մատերն ու նույն տեղեկությունը։ Հաջորդ անգամ արդեն կիմանաք, որ խնդիրը դժվարի մեջ չէ ու կարիք չեք ունենա հեգնել դժվար էր թե դժվար չէր։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է կիրառվում այդ պլյուսների կամ տեղեկությունը կիսատ գրելու մեթոդը, դրան եւս պատասխանում եմ մեկ ընդմիշտ։ Համացանցը տարածում է այն կոնտենտը, որի շուրջ ակտիվ քննարկումներ, հավանումներ կամ մեկնաբանություններ կան։ Ակտիվությունից ֆիքսում է, որ այդ կոնտենտը հետաքրքիր է, կարելի է շատերին ցույց տալ։ Եթե ամբողջական տեղեկությունը գրվի հայտարարության մեջ, այդ դեպքում բոլորը կկարդան ու կանցնեն առաջ, հարցեր չկան, պլյուսներ չկան, մեկնաբանություններ չկան։ Այսինքն նյութը ակտիվություն չի ցուցաբերի։ Մարդիկ ալարում են նույնիսկ հավանեն այն կոնտենտը, որը իրենց օգուտ է տալիս։ Հելուր մնաց վաճառքի հայտարարությունը հավանեն, թե միջև մի հատ էլ մեկնաբանություն գրեին։ Այսինքն հասկացանք, որ ամբողջական տեղեկությունը տեղադրելիս գրառումը ակտիվություն չի ունենա։ Կնայեն մի քանի հոգի ու քանի որ չեն մեկնաբանում, չեն հավանում, համացանցն այդ մի քանի հոգով էլ կբավարարվի ու վերջ։ Ուրիշների նորություններում այդ գրառումը ցույց չի տա։ Դրա համար մենք կիրառում ենք նման քայլեր, որպեսզի մեկնաբանություններում ակտիվություն լինի, բայց դա անում ենք այնպես, որ եւ մենք օգտվենք, որ տարածվի։ Դուք էլ շատ վնասներ չկրեք։ Ոչ ոքի մատը չի կոտրվում այդ մեկ պլյուս դնելուց։ Դա նաեւ անվճար է, որը դարձյալ ալարում եք դնել, ընդ որում որ իմանալու եք էլի ձեզ պիտանի ինֆորմացիան։ Եվ երկրորդ պատճառը մեկնաբանություններում տարբեր անուններ կամ պլյուսներ պահանջելու։ Նման գրառումների համար համացանցում ակտիվացվում է համակարգ, որին հրահանգ է տրված այսինչ գրառման տակ պլյուս դնողին կամ այս բառը գրողին ավտոմատ ուղարկել այսինչ նամակը։ Հենց դրա շնորհիվ է, որ մեկնաբանություններում պլյուս եք դնում ու ավտոմատ նամակ է գալիս շատ արագ, իսկ եթե ոչ, ապա պետք է հարյուրավոր արձագանքողներին մեկ առ մեկ նամակ գրել, որը նախ ֆիզիկապես բարդ է պատասխանել այդքան նամակներին, երբեմն նաև անհնար։ Բացի այդ, համացանցը արգելափակում է, երբ մեկ անձը սկսում է շատերին գրել կարճ ժամանակահատվածում։ Հիմա հասկացանք, որ պլյուս դնելը ձեզանից ոչ մի էներգիա չի խլում, ֆինանսական ու նյութական կորուստներ չեք ունենում։ Ընդունեք դա որպես մարդկային փոքրիկ վերաբերմունք նրան, ով քեզ լավ կոնտենտ է տալիս։ Դու էլ քո կողմից այդ մի պլյուսը դիր, եթե խնդրել են, որպեսզի իր համար էլ լավ լինի, իր նյութն էլ տարածվի։ Իսկ եթե միայն ուզում ես վերցնել ու ոչնչով օգտակար չլինել, խնդրում եմ, այ հենց հիմա արգելափակիր ինձ ու ինձ նմաններին, որպեսզի մենք երբևէ համացանցային որևէ էջում չհանդիպենք, որովհետև ես ու ինձ նմանները խուսափում ենք անշնորհակալ ու ձերիակեր մարդկանցից։